Վերադարձանք տաղավար, մեր տաղավարը շատ այսպես լցված է։ Եթե միջև այդ ցինկով լի էր, հիմա չեմպիոններով Հիմա չեմպիոններով եւ ուժով։ Ասենք, որ Սերբիայում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ, 2 ոսկե եւ մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ։ 60 կիլոգրամ քաշային Սուրեն Աղաջանյանն ու գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ, բրոնզե մեդալակիր դարձավ 55 կիլոգրամ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթի արժանացավ 77 կիլոգրամ քաշային Սամվել Տերտերյանը։ Այսօր տղաներ, ինչպես հասկացաք, մեր տաղավարում են, բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Նախ եկեք ասենք նաև, որ մեր հավաքականը երկրորդ տեղը գրավեց թիմայինում, զիջելով միայն Ռուսաստանի հավաքականը եւ սա շատ լավ ելույթ էր։ Նախ շնորհավորում ենք ձեզ, շնորհակալություն այն պոզիտիվ էմոցիաների համար, որ նվիրեցիք մեզ։ Չեմպիոններից սկսենք։ Չեմպիոններից սկսենք։ Դե սկսիր։ Ինչ հարց ունես չեմպիոններին։ Ինձ շատ հետաքրքիր է, չէ։ Շատ հետաքրքիր է նախ ինչքանով սպասելի էր այս հաղթանակը, ոնց էիք պատրաստվել ու ինչքան աշխատանք է պետք թե հոգեբանական, թե ֆիզիկական, այսպիսի արդյունք գրանցելու համար։ Պատրաստվել ենք միանշանակ շատ լավ, իմ կարծիքով բոլորս լավ մարզավիճակում էին գտնվում։ Մանավանդ դու 4 գոտեմատ, 8 րոպե եւ մի քանի վայրկյան ընդամենը, բոլորին հաղթել ես մաքուր հաղթանակներով, քառորդ եզրափակիչում իհարկե ներվայնացրեցիր բոլորին մի քիչ։ Երկրորդ կեսում արտնացար, քնացեր առաջի կեսում, ինչ էր լեհան։ Քնած չէի։ Ինչ էր պատը, հələ պատմի բոլորին։ Ուրեմն ես հնարք արեցի ու ընկա, առանց ինքը բռնելու ինձ։ Այդ դեպքում հիմնականում սուլի չեն տալի, հանում են ոտքի ու առանց միավոր տալու նորից շարունակում ենք։ Մրցավարներից երկուսը ցույց տվեցին սպիտակ թուղթ, որ պետքա հանեն վերև էլի շարունակենք վերևից։ Իսկ Գորգի մրցավարը շարունակեց միավոր տալը ու հետո զգացի, որ սուլից չեն տալի ու շարունակում են միավորներ տալ, ես էլ չէի պաշտպանվում այդ ընթացքում, հետո մինչև հասկացա, տեսա շատ են միավորներ բաստով են։ Բայց այդպիսի դրվագներին ինձ թվում է եւս պետքա պատրաստ լինել, որ դժվար է այդպիսի դրվագներին պատրաստ լինել, բայց ես հասկացա, որ Սուրեն լրիվ հանգիստ էր, որտեվ առաջին կեսը որ ավարտվեց, նա ձեռը մեկնեց մարզիկին եւ ասաց հեսա կգամ հարցեր կլուծում։ Լեհը չհասկացավ այդ գաղափարը եւ միտքը հայրենից դեպի։ Ես ու Լեհը առաջի անգամ չենք մրցում իրար հետ, ես գիտեի, որ նա ֆունկցիոնալով շատ է զիջում ինձ։ Դրա համար հանգիստ սպասում եմ երկրորդ կեսին, որ հարցերը լուծեի։ Հա, հոգնի։ Արամայիս, դու ինչ կասես։ Կարծես թե քո հաղթանակը ամենաանսպասելին էր։ Թե քո համար ոչ։ Քո համար գուցե սպասելի է։ Ես արդեն տրամադրված էի 3 տարի սպասել էի այս հաղթանակը։ Առաջին քո առհասարակ մեդալն է միջազգային եւ միանգամից ոսկե։ Շատ ենք աշխատել Քերնա ջան, որ հասնենք այս արդյունքին։ Տեսա թե մեր Արտուր Ալեքսանյանի հայրը Գեորգ Ալեքսանյանը ինչքան ուրախացավ այդ հաղթանակի համար։ Ինչ կասես, մարզում եք քեզ, օգնում եք քեզ։ Դե բնականաբար մարզվում ենք, նա մեր ազգային հավաքականի մարզիչներից է նույնպես։ Համել Լեննագանցի։ Համել Լեննագանցի։ Բարձր։ Տաներ, ձեզ սկսենք քննարկել։ Մանվել, դու աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր ես, նաև եւ եկար կարծես թե քեզանց երիտասարդների հետ երիտասարդ լինելու մրցելով եւ հաստատ համոզված եմ, որ ոսկե մեդալի հետևից էիր գալիս։ Ինչ պատահեց, ինչ չհերիքեց նորից։ Մեծահասակների պարագայում ես որ դիտում եմ քո գոտեմարտերը, հասկանում եմ, որ մի քիչ ֆունկցիոնալն է խնդիր, որ դու անգամ լինելով 55 կիլոգրամ, կարծես թե նրանցից թեթև էր միևնույնն է։ Ну, տենց աչքով անձեն, որ դիտում ես։ Հիմա ինչ կանգարեց։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես նշեց Սուրենը, լավ ենք պատրաստվել մրցաշարին, գնում ենք դեպի հաղթանակի հետևից։ Ուղղակի ճիշտ պատճառներով չստացվեց վերադարձանք բրոնզով։ Ну, կաշխատենք սեղանների վրա, ուղղակի այս սեղանները, հա։
Բայց ինչ բաց թողումներ ու սխալներ կային կոնկրետ ձեր գնահատմամբ, հա, որ նայեցիք արդեն տեսագրությունը ինչ խնդիրներ։ Մի քիչ վատառող չէի, հիվանդացել էի մրցումների ժամանակ եւ Խանգարեց դա։ խանգարեցա, դրա համար չկարողացա։ Դե արժեվում մրցումներ կա, որոնց մասին դեռ կխոսենք, եւ այնտեղ ավելի առողջ եւ ավելի ուժեղ։ Սամվել ձեր դեպքում Սամվելը ընթացքում մրցաշարի, եթե ինչ-որ մեկը չգիտի, հաղթել էր աշխարհի գործող չեմպիոնին, հետո հաղթեց աշխարհի գործող Եվրոպայի չեմպիոնին, աշխարհի գործող չեմպիոնին, Եվրոպայի գործող չեմպիոնին եւ որոնց համոզված ենք, որ եզրափակիչում ամեն ինչ կլինի լավ, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Եվ պետք է ասենք, որ Սամվելը ամենաերիտասարդն է մեր թիմում, չէ՞, ընդամենը 19 տարեկան։ Պատմի Սամվել։ Եվրոպայի առաջնությանը Մի քիչ մոդիկ պահի։ Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էինք շատ լավ, անցել էինք ուսումնամարզական հավաքներ Օլիմպիադանում։ Շատ լավ էինք պատրաստվել։ Եզրափակում 1-1 հաշվով պարտվեցի Ռուսումբիշին։ Այդ օրենքը բոլորիդ եմ հարցը տալի, չի զայրացնում ձեզ առհասարակ 1-1-ի պետք է ասենք նշեմ, որ հին օրենքներով փաստորեն դու պետք է հաղթեր եւ Արամեսը պարտվեր, հիմա հակառակ process-ը տեղ ունեցավ։ Բայց քանի որ ես եւ հեռուստադիտողներից շատերը չենք հասկանում ինչի մասին է խոսքը, կարող ենք մի քիչ բացատրել, որ հա։ Ահա, եթե առաջին հաղթական միավորը ստանում ես դու կամ քո հակառակորդը, հիմա որոշիչը դարձել է առաջին միավորը, առաջ երկրորդ միավորն էր, հասկացա՞ր, այսինքն եթե դու առաջինում հակառակորդը պասիվա դու միավոր ես ստանում, երկրորդում հակառակն է տեղ ունենում, առաջ հաղթում էր այն մարդը, որը որ երկրորդն էր, իսկ հիմա հակառակն է։ Հիմա ավելի արդար չէ լինի, եթե 1-1 միավորի ժամանակ կամ 2-2, 3-3, այսինքն եթե հավասար են միավորները, ջյուդոյի պես օրինակ միջև ջյուդոյում գիտեք, որ ոսկե գծում գոյություն ունի։ Այսինքն առաջին մարզիկը, որը սահմանափակում չկա ժամանակը, եզրափակիչից հետո 5 րոպե գոտեմարտն է, 5 րոպեից հետո եւս կարող է 15 րոպե, 30 րոպե, չգիտեմ, 1 վայրկյան, ով առաջի գծում արեց, նա էլ հաղթում է։ Ինչ եք մտածում, շամարտում այդպես է արդար կլիներ, թե ոչ։ Որտեվ Սամվելի պարագայում ես անարդար եմ, ես նեղվում եմ այդ պարտությունից։ Դե պատկերացրու իր այդ ինչա կատարում։ Ինչ եք մտածում։ Դե մենք մարզիչների հետ նայել էինք Ռուսումբիշի Մոտիկ պահի, գոտեմարտերը, խոսացել էինք եւ այնպես պիտի անեի, որ առաջին միավորը ես կարողանայի վաստակել, որ 1-1-ի դեպքում հաղթեի։ Այս անգամ չստացվեց։ Հետագայում կստացվի, ես առհասարակ ասում եմ, ինչպես եք վերաբերվում այդ փոփոխությանը եւ այդ դրան, որ եթե հավասար են միավորները, ինչ որ բան է որոշում, ոչ սպորտային շատ դեպքերում։ Դե ընդհանրապես այդ փոփոխությունը այն մարդկանց համար է լավ, ովքեր սիրում են ակտիվ կոդեմարդել, այսինքն եթե սկզբից ակտիվ կոդեմարդ ես վարում, առաջի հաղթական միավորը քոնն է։ Իսկ առաջ, ովքեր որ պասիվ կոդեմարդի կողմնակից են եղել, 1-1 կարողացել են հաղթանակի հասնել էլի։ Այսինքն այս փոփոխությունը նրա համար էր, որովհետև հին ժամանակվա կանոնակարգով առաջի կեսին օրինակ որ գիտեին հավասար են ուժերով ու պարտերից էլ իրար հնարք չեն անելու, սկսում էին առաջի կեսին հետ շարժվել, ընդհանրապես չգոտեմարտել։ Դա ծանր քաշերում է սովորաբար այդպես լինում, չէ, որ մարդիկ գիտեն, որ դժվար է լինի պարտերը, բայց թեթև քաշերին մի քիչ դժվար էր այտենց։ Հա։ Հիմնական դրա համար փոխեցին, որ հենց սկզբից այդ ուժեղ կռիվը գնա ամբիչների մոտ։ Սամվել եւս մեկ շատ հարց կարևոր ինձ համար եւ կարծես թե հերոստատիտողների։ Դու այն քաշում ես գոտեմարտում, որում գոտեմարտում է մեր Մալխա Սամոյան։ Ինչ եք մտածում դրա մասին, քաշդ փոխելու ես, որ մի քիչ մեծանաս, թե նույն քաշում եք աշխատելու, ինչ են ասում մարզիչները, ինչ ես մտածում դու։ Առհասարակ դու քաշ գցում ես, թե ոչ, մրցումներից առաջ։ Դե 3 կիլո, որը նորմալ է։ Այս բանը չեմ մտածում քաշ փոխելու մասին։ Այս տարի դեռ 77 կիլոգրամում հանդես կգամ։ Մյուս տարի կորոշենք արդեն 82 թե 77։ Ֆիզիկապես 82-ում 87-ում քեզ կարծում ես լավ կզգաս։ Դե 77-ում ինձ շատ լավ եմ զգում։ Դե բայց Մալխա Սամոյանը այդ մասին չեմ մտածում, հələ։ Դա շուտ է։
Դեր շուտ է։ Ինձ հետաքրքիր է ապագա ծրագրերի հետ կապված մի քիչ հարցեր։ Ամուսնական։ Չէ, անձնական հարցերը քովլից են։ Գուցե շատ, չգիտեմ, հերոստատիտողուհիներին հետաքրքրի, բայց ես չեմ տա այդ հարցերը։ Տղան է, ձեր սրտերը ազատ են։ Չէ, այդ հարցը դուք դիտեիր։ Ես չունեմ անձնական հետ կապված հարցեր։ ունես դու լավ։ Դե մրցաշարների հետ կապված առաջիկայում ինչ ծրագրեր կան, ինչ կարևոր մրցաշարեր կան եւ օրինակ ստա հաղթանակը վստահ եմ նաեւ մոտիվացրեց ավելի այսպես դրամադրված գնալու, բայց եկեք խոսենք առաջիկա մրցաշարերի մասին, ամենակարևորների։ Առաջիկայում վաղը չեմ այսօրվանից կսկսի ուսումնամարզական հավաք Օլիմպիավանում։ Անաստաս Վիկոյան փողոցի հիշում եք, որ ասում են, որ ասֆալտա պատվել է։ Տղաները հանգիստ կարող են Օլիմպիավան հասնել։ Կակ։ Դա մեծահասակների Եվրոպայի առաջնության նախապատրաստման փուլն է արդեն։ Եվրոպայի առաջնությունը լինելու է ապրիլ ամսին։ Ապրիլի 20-ից 27-ը Ալբանիայում։ Ապրիլի 20։ Դու եւ Մանվելը արդեն մեծահասակների հետ պետք է մարզվեք։ Ֆիզիկապես դες լավ եք զգում։ Հիմա նորմալ է ամեն ինչ, Հիմա դեռ հոգնածություն։ հանգստանում ենք, միջև ուսումնամարզական հավաքը երևի կհանգստանանք Եվս երկու օր։ եւ արդեն քիչ-քիչ կսկսենք պատրաստվել։ Ինչ կասեն Արամայիսը եւ Սամվելը։ Սամվել, Արամայիս, դուք Ես հիմա պետք է ասենք այդ ուսումնամարզական հավաքները, այնտեղից հետո ես չեմ մասնակցելու մեծահասակներին։ բայց մարզվում ես տղաների։ Այո, Օգնում ես։ Այո, օգնում ենք մեր ավակ ընկերներին, ովքեր որ պետք է գնան, էլի։ Դրանից հետո հունիս ամսին Բենուր Փաշյանի անվան միջազգային մրցաշարն է։ Դրան եմ մասնակցելու եւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունն է։ Հոկտեմբերին դրան եմ պատրաստվում։ Արամայիս, ունես սպորտսմեն, որին ուզում ես նմանվես կամ ում շատ սիրում ես քո սպորտաձևում։ Դե բնականաբար մեր Արտուր Ալեքսանյան, լեգենդար։ Իսկ ծանր քաշայիններում ինչ որ կուք կա, որ կուզեεις կուբացի մի հատ սևամորտ։ Դե հա, բնականաբար էլի։ Սանրվածքով եւ ոճով նման եք Արթուր Ալեքսանյանին։ Դե երկուսս էլ են նականացի ենք։ Դե մի անգամ ինձ։ Ահ դու Զարա, այո։ Լոպեսի ֆենոմենին կարող ես մտածում ես նրա մասին, որ կարող ես այդպես։ Դե պետք է հասնենք էլի։ Սուրեն ասում չէ։ Չեր մտածում։ Ինչն է լավ, ինչն է այդ մարդը ոնց կարացավ տենց։ Աստված տվել է էլի իրան այդ շնորհը։ Հա բայց Աստված տվալվածը բացի դրանից ինչքան Բայց դրանից հետո մարզվել է, դե բնականաբար աշխատասիրությունն էլ է այդ ամեն ինչի հետևում թաքնված։ Ինչն է պակասում քեզ, օրինակ դու որ քեզ հիմա նայում ես, ինչն է պակասում, ինչը դի ավելացնես, ուժդ ֆիզիկապես։ Դե հիմա արդեն ժամանակի հարց է։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա էլի։ Տա։ Ժամանակ ամեն ինչ։ Նենց բան ասեց լալկվեցի։ Ժամանակը, օքեյ։ Ժամանակը։ Ասա։ Մենք էլ կհետևենք դրան։ Դե ուշադիր։ Նշանակ, մինչև օլիմպիական խաղեր կհետևենք։ Դե այս օլիմպիական խաղերին Արամայիսը ստեյոտի չէ, բայց արդեն մյուսին արդեն հույսերս դիտենք խորան։ Եվ վստահ եմ այն տեսանյութ այն վիդեոից կլինի, որ TikTok-ում տարածվել էր Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ, որ այսպես գալիս էր Արթուր Ալեքսանյանը առանց վերնահագուստի եւ բոլորը հիացած էին այդ տեսանյութով։ Մենք Զարայի երազների 4%-ը արդեն միջև հիմա միշտ տղաներ հասկանում եք իմ քրաշը ինչ է նշանակում։ Հա, վստահ եմ գիտեն, որովհետեւ շուտով եթե շատերի քրաշը չեն, Իմ հաստատ քրաշը կլինեն։ իմ թուլությունը էլի։ Ոչ, իմ տղամարդու գեղեցկության կերպարային այսպես թուլությունը էլի։ Չէ, լավ։ Լավ, ուժը, Զարայի։ Սամվել, դուք առաջիկայում ինչի եք պատրաստվում, ինչ մրցաշարեր կան։ Մրցաշար կա մյուս ամսի 13-ից 14-ը երիտասարդների Հայաստանի առաջնությունն է, որտեղ պետք է մասնակցեմ։ Նրանից հետո պարզ կլինի, եթե հաղթեմ կմասնակցեմ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի առաջնությունից պարզ կլինի։ Հայաստանի առաջնությունում քեզ թվում է ունես խնդիրներ լուծելու։ Դե մրցակիցներ ունեմ։ Ունես մրցակիցներ, որոնք առհասարակ այդ 77 կիլոգրամ քաշը մեզ մոտ ոնց որ վատ քաշ չի։ Այսինքն մրցակցություն էլ կա,
Դե աշխարհում ամենաուժեղ քաշերից մեկն է 77 կիլոգրամ քաշային կարգը։ Չէ, հենց մեր երկրում որ կան մի քանի մարզիկ, որոնք որ Այո։ հա։ Իսկ Մալխասետ կպնելուց մարզել ես Մալխասետ։ Հա, մարզվում ենք իրար հետ։ Եվ ինչ Հավաքների կասես վաղտ։ Մալխասից։ Շատ ուժեղ մարզիկ է։ Կարողանում ես հաղթել գոնե պարապմունքների ժամանակ։ Ոչ։ Ոչ մի անգամ։ Մալխաս։ Մամել, դու ինչ կասես, դու համ երիտասարդներդ ես մարզվում համ մեծերի, որտեղ ավելի, նո հաստատ ավելի ծիծաղել է երիտասարդները իհարկե, բայց որտեղ ավելի դժվար։ Դե երկուսի հետ էլ դժվար է, երիտասարդներում է կան ուժեղ անվանի մարզիկներ, մեծահասակներում էլ, բայց ինձ թվում է, որ կբարելավեն արդյունքները մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եւ ոսկով կվերադառնանք։ Աստված դա, այո։ Բայց առաջիկա ամենասենց մոտ նպատակը, երազանքը, ցանկությունը Եվրոպայի առաջնությունն մարդիկ գնում հեսա։ հենց այդ մեդալն է, չէ, կարող եմ այդ ուրիշ լավ։ ցանկություն ու նպատակ տա, կապված սպորտի հետ եւ ոչ միայն։ Ամենամեծ Հա, տիտղոսը, այդպես կարելի է։ ամենամեծ հա նպատակը, որը հենց նպատակ է։ Դե բոլորիս համար էլ դա օլիմպիադայի ոսկե մեդալն է։ Ամենասենք բարձր նվաճումը սպորտում։ 5 հատ լավ արին դեպքում 6 5 հատ 6 հատ դոլար Տղաներ, իսկ բացի սպորտից ինչով եք հետաքրքրում եւ ինչ ձեր առօրյային բացի սպորտից ֆիլմեր եք դիտում, համերգներ եք գնում, երաժշտություն եք լսում, նկարում եք, չգիտեմ, մարկաներ եք հավաքում, չգիտեմ, ինչ որ բաներ կան, որ հետաքրքրում են ձեզ բացի սպորտից, թե սպորտն է միայն ու միայն ձեր կյանքը։ Դե մրցումներից առաջ, քանի որ մարզումները թեթևացնում ենք արդեն, որը կարա լինի մի մարզում թեթև կամ ընդհանրապես չլինի, որ լարվածություն չմտնի մեջներս ու սկսենք արդեն իսկ ժամանակից շուտ գոտե մարտել մեր մտքում, դրա համար ինձ թվում է ամեն մեկը իր համար մի զբաղմուն գտնում է, իմ դեպքում օրինակ ես գիրք կարդալով եմ ծրվում կամ ընկերներիս հետ գնում եմ զբոսնելու։ Ինչ եք սիրում Ինչ է, կարդալ։ հա, ինչ Հիմնական Ագաթա Քրիստի եմ սիրում կարդալ։ դետեկտիվ ժանրի։ Հա, բայց Ագաթա Քրիստին ամեն ինչ པարզ է, որ սկսում ես կարդալ, ում վրա вообще չես մտածում, այդ մարդն է։ Դե լավ, ես միշտ զարմանում եմ երբ։ Իմ համար միշտ Արդյոք զարմանում ես։ միշտ ասպասելի է։ Տա, կարամայից դուք ինչ կասեք։ Դուք ինչպես եք ծրվում կամ անջատվում։ Երաժշտություն եմ ընդհանրապես սիրում լսել։ Ինչ երաժշտություն ունեք, սիրված կատարողներ։ Դե չեմ կարող ասեմ էլի հիմա։ Չէ, ռոք, դասական երաժշտություն, պոպ, դասական։ Հանգիստ։ Դասական հանգիստ։ Այսինքն Մոցարտը չի մտնում, Մոցարտը անհանգիստ է Բեթհովեն, քիչ։ Մոցարտ Բեթհովենը կարա լինի, հա, հա։ Բախը չի կարա լինի, հա։ Բախը հանգիստ բաներ ունի, բայց։ Լավ, տղաներ, դուք ինչ կասեք, դուք ինչպես եք։ Ազատ ժամանակ ավելի շատ կենտրոնացնում ենք հանգստի վրա, որ շուտ վերականգնվենք մինչև մյուս մարզումը եւ բացի դրանից զբոսներ, երաժշտություն։ Սամվել դուք Դե Մանվելը ինչպես ասեց, հիմնականում հանգստանում ենք։ Ազատ ժամանակն է հիմնականում զբոսնում ենք ընկերներով։ Ոսում եք ընկերներով։ Սուրենը, երբ որ գովազդ ենք դիտում, ասաց, որ իր դասատուները հիմա դիտում են իր ուսուցիչները, որովհետև ինքը այստեղից հետո գնալու է դպրոց, այնպես որ եկեք ողջունենք ուսուցիչներին, բոլորին։ Հատուկ։ Ես միշտ, օրինակ ես իմ հայոց լեզվի ուսուցիչ միշտ ամաչում եմ։ Ես կողջունեմ։ Դե ողջունի։ Ազգանունը։ Մեր ազգանով չէր։ Արմինե Գեորգիևնա։ Արմինե Գեորգիևնա, ես ողջունում եմ ձեզ եւ Սուրենի ու մյուս բոլոր տղաների ուսուցիչներին։ Իմիջիայց ունեք սիրված ուսուցիչներ դպրոցում։ Առարկաներ, Կամ ուսուցիչներ։ առարկաներ։ Սուրենը ունենք։ Ասա, Սուրեն։ Դե ես միշտ բոլորից առանձնացրել եմ հենց իմ դիմացի հարևանն է եղել, իմ օտար լեզվի ուսուցչուհին, ընկեր Հարությունյանը։ Ինչ լեզու է։ Անգլերեն։ Անգլերեն։ Հա։ Տիրապետում ես։ Զառը չափ, զառը լավ մի քանի թարս։ Ինձ թվում է Ես չեմ կարող։ Ես չեմ կարող պետք Հա, իմիջիայից միշտ ինձ հետաքրքրել է օտար, այսինքն այլ երկրների մասնակիցները ինչ լեզվով եք շփվում։
Դե ռուսերենը պարզա, ռուսերենը շատերի հետ կարող եք շփվել, բա մնացած անգլերեն, Բացի սպորտի լեզուն։ նու բացի սպորտի եւ սիրո, այո։ Ինչ լեզով եք շփվում։ Թե հասկացնում ենք, Արամայիսին դեպքում դժվար է չհասկանալ։ Իսկ օտար լեզուների սուրենը տիրապետում է անգլերեն, մանվել դու։ Ռուսերեն, մեկի անգլերեն, բայց անգլերենը Ավելի քիչ։ ավելի քիչ։ Ահա։ Սամվել։ Միայն սպորտի լեզվով է հասկացնում։ Օրինակ վրացու հետ ինչ է, խոսում ես թե չէ, շփվել ես։ Պարզա։ Լավ, սուրենի սիրված առարկան հասկացանք, Արամայից դուք ունեք դպրոցում։ Ունեիք։ Ունենք, հիմա չունենք էլ։ Ոչի բան չունենք։ Մանվել դու սիրված առարկա։ Չկա, Սամվել։ Բացներ սուրենը։ Ֆիզկուլտուրան էլ առարկա։ Հենց թվա տղաների ֆիզկուլտուրա ասել են կարակ չգաք։ Տենց էր թե չէ։ Ստանում են էլի կան առագանը։ Արամայիսը մոռացել ամեն ինչ, ես։ Լավ։ Սրանք դպրոցի հետ կապված։ Շնորհակալություն տղաներ, շնորհակալություն եւս մեկ անգամ ձեր հաղթանակների համար, ձեր այն էմոցիաների համար, որ մեզ տալիս եք, մաղթում ենք ձեզ մոտակա մրցումներին եւ առհասարակ բոլոր թող ձեր սպորտային երազանքները կատարվեն, բոլոր մեր տղաներին հավաքականների կբարևեք, կասեք, որ միշտ ձեր կողքին ենք եւ միշտ ուրախ ենք, որ դուք մեր կյանքում կաք։ Մենք էլ ենք շնորհակալ ենք։ Այս հրաշալի բարի մոտիվացնող նոտայի վրա էլ առաջարկում եմ գնանք լսենք երաժշտություն։ Երաժշտություն, միգուցե տղաների սիրված տեսահոլովակներից կլինի։ Զառայի սիրված տեսահոլովակը չտեսանք, այո։ Միգուցե տղաների սիրված տեսահոլովակներից կլինի։ Գնացինք։ Հազարան բրվով մի խորուրդ ես դու Արարված կյանքում, հորինված կյանքում Յոթ սարի ձայնքով, յոթ ծովի ձայնքով Ինչ է թաքնված, ինչ է որոնում Հազարան բրվով մի խորուրդ ինձ դու Ճանապարհը մեծ կանգառները կար Քիչ է տաշա կյանք Ազատության թակարդում մեր ամարտում ենք խաղում Ըմբոստանում ենք թաքցնում մեր սերը Իշողության մշուշում Ույսի փարոսն եմ աշվում Սրտի դողերն եմ լռում հոգները Հազարան բլում Մի խորուրդ ինձ դու Ժամանակը խիստ վերջաբան է պարզ Քիչ է Տեսա, սկիս, տեղա Պանդուղ սերունդ է կայլում, հազարավ միակ է անցնում Իրանդալ դասն է պնդրում, գործրել է Անհիշատակ աշխարում, հաղթանակում ենք վարդվում Հին ընկերներ են գնում հոգնել Հազարան բվում, մի խորուրդ ես դու Տարերով անցած երաշկով պակված Կյանք թե կյանք Քիչ է տեսա Չգիտը Չգիտը
Ֆորսներ մեր եթերում, եթե նա ալներ շամարտիկ ամենափոքր քաշային կատեգորիայում ըստերիոթի կմարտեր, բայց նա երգիչ էր։ Մեր երաժշտական ռեժիսորը ի հակադրություն իմ խնդրանքին այսօր միայն տխուր երգեր է դնում, որոնցից ես տխրում եմ։ Սա կոչվում է Աշնանային տխուր երգեր Սա է դնում։ կոչվում է դիսոնանս։ Դրանից է պետք է հաճույք ստանաս։ Երգերը տխուր են, եղանակը լավ է, տրամադրությունը լավ է, ոչինչ։ Ասա, ինչ է պետք։ Ես առաջարկում եմ հաջորդիվ դիտենք Երևանյան էսքիզներ շարքը։ Վերջապես քո ուզած երգը լսենք։ Չէ։ Երևանյան էսքիզներում այսօր խոսել ենք Մատենադարանի մասին, իրապես դժվար է պատկերացնել արդեն մեր մայրաքաղաքը առանց Մատենադարանի շենքի, որը, չգիտեմ, հրաշալի կառույց է, համենայն դեպս իմ պատկերացմամբ, այն յուրահատուկ է իր այն ճարտարապետությամբ, քարերով, կառուցման պատմությամբ եւս, այնպես որ այսօր Երևանյան էսքիզներ շարքում առաջարկում եմ դիտել հենց Մատենադարանի մասին տեսանյութ։ գնացինք։